Ամրուր լրատվականին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն ազգային ժողովի նախկին պատգամավոր Ձիաժավայի Արկադիի որդուն մեղադրանք է առաջադրվել եւ խափանմամիջոց է ընտրվել բացակայելու արգելքը եւ գրավը։ Հիշեցնենք, հոկտեմբերի 14-ին կրակոցներ էին հնչել Լոռու մարզում, ձերբակալվել էր 10 անձ։ Հայտնել էին կրակոցի պատճառը խնջույքի ժամանակ հնչած հայհոյանքն է եղել։ Շամշան Կետքումն գրել էր, որ դեպքի փաստով քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Եվ ահա այսօր դիմեցինք քննչական կոմիտե հասկանալու համար, թե ինչ եղավ կրակոցների քրեական վարույթը։ Ի պատասխան հայտնեցին, որ խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասով, մեկ անձի նկատմամբ 297-րդ հոդվածի 3-րդ մասով, մեկի նկատմամբ որպես խափանմամիջոց է կիրառվել բացակայելու արգելքը եւ գրավը, մյուսի նկատմամբ տնային կալանքը, գրավը եւ բացակայելու արգելքը։ Գործով նախաքննությունը քննչական կոմիտեում շարունակվում է նախկին պատգամավորի որդին մեղադրյալի աթոռին է խուլիգանության հատկանիշներով հարուցված քրեական վարույթի շրջանակներում։